Քանի որ իսկապես հայտարարվել է, որ գաղտնի է, ինչի մասին է խոսքը, ինչ հարցեր քննարկվում։ Դե չեմ կարող ասեմ նիստով ինչ կարծենք քննարկում, բայց նախորդ նիստերին բան ենք արել, որ որոշակի գաղտնի ինֆորմացիաներ կան, այդ թվում նախաքննական գաղտնիք պարունակող եւ պետական գաղտնիք պարունակող, ու նաեւ այդ գաղտնի ցուցակով քվեարկող ընտրողների հիմնականում ծառայողների վերաբերյալ խնդիրը ավելի շատ դետալներ չեմ կարող ասել։ Որպես դիմումատուի ներկայացուցիչ դրանց վերաբերյալ ինչ դիտարկումներ ունեք, ինչ է տեղի ունեցել, ինչ կասկածներ կան։ Սենց է, մենք ի սկզբանե մեր դիմումով բարձրացրել ենք հարց, որ ստուգել ենք ստորագրված մատյանները, այն ինչ որ հրապարակել է ԿԸՀ-ն, եւ դա համադրել ենք իրենց հրապարակած արձանագրությունների վերջնական թվի, թե քանի ընտրող է մասնակցել։ Հայտնաբերել ենք 27800 ստորագրության բացակայություն։ Արձանագրությունը։ Ենթադրում է, որ այնքան ընտրող ինչքան եկել է, պետք է այդքան ստորագրած լինի։ ԿՀ-ն ի սկզբանե դրան պարզաբանել է, որ այդտեղ կան նաև գաղտնի ցուցակով քվեարկողները, զինծառայողները եւ այլն։ Դա ընդունելի արգումենտ է, բայց մենք ասել ենք, այդ թիվը եթե նույնիսկ նվազեցնում ենք, մոտավորապես 10000-ի տարբերություն լինում է։ Այս թիվը պարզաբանենք։ Այնուհետև իրենք պարզաբանել են, որ չէ, դուք լավ չեք հաշվել, մենք հաշվել ենք ամեն ինչ նորմալ է։ Մենք նորից որոշակի տվյալներ են ներկայացրել, լրացումներ են տվել, թե այս տեղամասերում ինչ-որ կարգավորներ, մենք նորից վերահաշվարկ ենք կատարել։ Այդ թվում ստուգել ենք, որ ԿՀ-ն ի սկզբանե թերի մատյաններ է հրապարակել, որ շատ ասում են վերահսկողական մեխանիզմներ ունենք եւ այլն, այնքան վատ են աշխատում, որ հրապարակել են թերի մատյաններ։ Թերի մատյաններն էլ ենք հաշվել, բայց այնուամենայնիվ դրա արդյունքում էլ թիվը նվազել է, դարձել է 21000, ինչ որ քանից, 21500։ Դուք ունեք 21000 ստորագ, այսինքն ոչ թե ունեք, այլ տեսել եք 21000 ստորագրություն, որոնք ինչ է կատարել։ Չէ, մենք հաշվել ենք, որ այդքան ստորագրությունով պակաս է, քան ընտրողների թիվը։ Իրենք մեկնաբանում են, որ դա զինծառայողներ են, ովքեր չեն ստորագրում ընդհանուր մատյաններում դրա համար չկա, մենք ամեն դեպքում վերջնական արդյունքով էլ անել ենք 4-5000-ի տարբերություն, որ որևէ բացատրություն չունի։ Այդ ձեր կասկածը ստեղ ինչի մասին է, ինչ է տեղի ունեցել ըստ կասկածի մակարդակով։ Մենք հետեւյալ տրամաբանական շղթան ենք կառուցում, իրենք ասում են կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն։ Հետևաբար այդքան ընտրող չի գնացել, բայց այդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինի լցոն։ Այսինքն համարցը չի գնացել։ Կամ այնքան շատ վատ աշխատանք ԿՀ-ից, որ ընտրությունների արդյունքները հնարավոր չի վերահսկել։ Մի քիչ էլ կենցաղային դարձնեմ, որ ենթադրենք ես չեմ գնացել քվեարկության, բայց իմ համար նախատեսած օրինակ քվեաթերթիկը շրջանառության մեջ է դրվել օրինակ։ Հենց էլ մեկնաբանենք։ Հակառակ տրամաբանությունը կարա լինի։ Մարդ կարա գնա ստորագրի, չքվեարկի։ Օրենքով դա չի նախատեսված, բայց մարդը կարա բանի, ոչ մեկ ուշադիր չլինի, ինքը առանց որպես, չգիտեմ, բոյկոտի կամ շտապելու կամ խախտում արել իրան հեռացրել են եւ այլն, եկել է գերանցվել է, բայց քվեաթերթիկը չի գցել։ Հա, բայց դրա հակառակը չի լինում, չի կարա քվեաթերթիկ լինի, ստորագրություն չլինի։ Հա, այսինքն քվեաթերթիկ, բայց ընտրված քվեաթերթիկ։ Էական չի։ Քվեարկված անվավեր եւ այլն ընդհանուր մասնակցած անձանց թիվն ենք բանանում դիտարկում։ Բացի սրանից, այս փագնիստում այլ հարցեր era, չէ, քննարկվել։ Նախաքննական գաղտնիք, ես ճիշտ եմ հասկանում, որ քննարկվել են ըստ էության վարույթների շրջանակում քննվող գործեր։ Տարբեր խնդիրներ կան, որ այս նիստով քննարկվում է, չեմ կարող ասեմ կոնկրետ ինչն է քննարկվում, բայց նախորդ նիստերին ներկայացվել էին հարցեր այդ ցուցակների հետ կապված, այդ Մարամ Օրբելյանը ներկայացրել էր Անդրանիկ Թևանյանի հետ կապված վարույթի հետ պետական գաղտնիք դնելու չդնելու հետ կապված հարցեր։ Կարող եմ հարցնել, դա այդ հարցը եւս քննարկվեց այսօր։ Կարող եք հարցնել, բայց չեմ պատասխանել։ Լավ։ Սեդա Սաֆարյանի մասով նա երեք հայտարարեց, որ Ռուսաստանի ղեկավարությունը հակաքարոզչություն է արել Հայաստանի իշխանության նկատմամբ այս արտահայտությունը ինչպես եք որակում։ Այդ արտահայտությունը դատական նիստի ընթացքում որակել ենք, եւ նախկինում էլ հարցրել ենք հարց, որ դա կանխակալության էլեմենտ է պարունակում եւ քաղաքական մասնակցությունը նշանակում այս process-ին, քան թե իրավական որպես։ Բայց միևնույն ժամանակ Արման Դիլանյանը ասաց, որ այդպես չի ու հարցը փակվեց։ Շտկումներ մտցրեց, հա, մենք առաջ անցանք դրանից, որտեղ ավելի կարևոր հարցեր ունենք քննարկելու, բայց կարծում եմ հանրությանը գոնե թե այդ կանխակալությունը տեսանելի է։
ՀԿՊ-ն չսպասելով արդյունքներին արդեն ազգային ժողովի փոխնախագահներ եւ այլն այդ գործընթացի մեջ է եւ վստահ են, որ այդպես է, որովհետեւ մերժվելու են դիմումատուների դիմումները։ Ձեր գնահատմամբ սա ինչ է տեղի ունենում։ Իրենք էլ իրենց կողմից կարող ասել անլուրջացնում են այս process-ը, իրենց կողմից ցույց են տալիս, որ կամ տարբերակ մեկ թքած ունեն, թե ինչա կատարվում բարձր դատարանում, կամ որոշակի երաշխիքներ ունեն, որ բան չի փոխվելու։ Պարոն Խուդոյան, մեկ էլ ընդհանցակարգային հարց, վաղը ինչ օրակարգում ինչ հարցեր կան արդեն։ Չեմ կարող ասել, որովհետև ոչ թե չեմ կարող ասել, այլ ինֆորմացիա չունեմ, որովհետև այս նիստը ավարտելուց հետո արդեն դրամբաց նիստ կլինի։ Դրամբացում ինչ է Կան հարցեր մի շարք միջնորդություններ ներկայացված, որին դեռ դատարանը չի արձագանքել, կապված այդ միջնորդությունների բավարարման ինտենսիվությունից, քանիսը կբավարարվի, քանիսը կմերժվի, կարող է շարունակություն ունենալ եւս մի քանի օրեր, կարող է 1-2 օրում ավարտել։ Մերսի, հա։ Ես չեմ միացել այդ միջնորդությանը, մեկնաբանություն էլ չեմ տա դիմող կողմի միջնորդության բովանդակությանը ձեռնպահին ունեցել։ Եվ ձեր գնահատմամբ դիմողների հստակ հարցերին կենտրոնական ժողովի նախագահը ապարում է հստակ պատասխան։ Ես կդժվարանամ այս հարցին պատասխան տալ, որը չի կարող մեկնաբանվել որպես անհարգալից վերաբերմունք այդ անձի հանդեպ, որտեղ հանրության ուշադրության տիրույթում է, թե ինչա տեղի ունեցել։ Փոխարենը կարող եմ տալ իմ մեկնաբանությունը process-ին, որը նաև պատրաստվում եմ եզրափակիչ ելույթով արտահայտել։ Վագն Հովակիմյանի մեղքով տեղամասում տեղի ունեցել խախտումներ, ինչ եմ ասում իր մեղքով, որովհետև խնդիրը բարձրաձայնվել է հասել է իրեն, ինքը դա ընդունել է, ու այդ խնդիրը շարունակել է գոյություն ունենալ, չի կարգավորել, դա ուղղակիորեն իր մեղավորությունն է։ Այսինքն ինքը այդ տեղամասում ընտրությունները փչացրել է, ու հետո ինքը այդ տեղամասի ընտրությունները անվավեր ճանաչելու արդյունքում մի ամբողջ կուսակցության զրկել է խորհրդանում ներկայացված լինելու հնարավորությունից։ Թեև ինքը երեք հայտարարեց, որ ինքը ամեն դեպքում, եթե ճիշտ եմ հիշում, ԲՀԿ-ն այդտեղ 4%-ի շեմ այդ տեղամասերը չէին օգնի ԲՀԿ-ին 4%-ի շեմը հաղթահարել։ Այդ մտավարժանքը շատ բարձր է սահմանադրական դատանի դատավորներն էլ այդ հարցը բազմիցս տալիս են նույնիսկ վերապահումով հարցով են տալիս, ասում են լավ, նույնիսկ եթե անվավեր չլիներ այդ մաթեմատիկական հաշվարկով գալիս էր 4%, բոլորս հաշվել ենք, գիտենք, որ դա այդպես է։ Բայց ինքը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ, ասում ես այդ հարցին չեմ պատասխանի, որտեղ բարձ է պատասխանը ենթադրելու է, որ կենտրոնական հանրական հանձնաժողովը իր բառերով ձևակերպեմ, գնդակը գողացել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, այսինքն եղել են այդ ձայները, եղել են այդ մանդատները, դա գողացել է։